Եթերում լուրերի ժամը 17-ի թողարկումն է, ես Մերի Դանիելյանն եմ, բարի օր։ Նիկոլ Փաշինյանին միացած եւ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ի հրաժարականը պահանջող եպիսկոպոսները չեն մասնակցելու արտերկրում գումարված եպիսկոպոսատ ժողովին։ Նրանք հայտարարությամբ նաև կոչ են արել մյուս եպիսկոպոսներին միանալ իրենց եւ չեղարկել այն։ Ավելի վաղ հայտնել էինք, որ եպիսկոպոսատ ժողովը կայանալու է փետրվարի 16-ից 19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում։ Կաթողիկոսին դեմ դուրս եկած եպիսկոպոսները հայտարարել են, թե այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանի որ այն ընտրվել էր 2017-ին 4 տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021-ին։ Նրանք պնդում են, որ դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են կաթողիկոսի կամայականությամբ, ուստի Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։ Հիշեցնեմ, հունվարի 4-ին Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարել էին հայ առաքելական եկեղեցու այսպես կոչված բարենորոգման մեկնարկի մասին ու հրապարակել իրենց ճանապարհային քարտեզը։ Վերջին օրերին համացանցում տեսանյութեր էին շրջանառվում, որոնցում վարորդները մեքենան վարում են անկանոն, ոչ միայն կոպտորեն խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, այլև վտանգելով իրենց եւ երթևեկության մյուս մասնակիցների կյանքն ու առողջությունը։ Հայտնում են ոստիկանությունից եւ վստահեցնում, թե նրանք հայտնաբերվել են։ Ընդ որում, մի քանի օրինազանց վարորդի էլ բարեկային ծառայողները հայտնաբերել են օպերատիվ ճանապարհով։ Նրանց նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Ոստիկանությունը հորդորում է վարորդներին խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։ Բաքվի Զիա Բունյադով պողոտայում գտնվող ներկերի խանութում բռնկված հրդեհը տարածվել է մի շարք հարևան օբյեկտներով։ Պետական հրդեհային պահպանության ծառայությունից հայտնել են, թե հրդեհի հետևանքով այրվել են շինանյութերի վաճառքով զբաղվող 2 խանութ, ինչպես նաև խանութների հետևում գտնվող պահեստը։ Զոհեր չկան։ Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նախկին ավագ, Իտալիայի փոխչեմպիոն Միլանի Ինտերի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր նշում է ծննդյան 37-ամյակը։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի անգրարմամբ շնորհավորել է Մխիթարյանին եւ արխիվային լուսանկար հրապարակել, հիշեցնելով, որ նա հավաքականի կազմում անցկացրել է 95 խաղ եւ խփել 32 գոլ։ Վերջում եղանակի մասին։ Առաջիկա օրերին տեղումներ չեն կանխատեսվում բացառությամբ հունվարի 23-ի եւ 24-ի։ Այդ օրերին առանձին շրջաններում սպասվում է ձյուն, լեռնային հատվածներում բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի գիշերը կնվազի եւս 3-ից 6 աստիճանով, հունվարի 23-ից 24-ին գիշերային ժամերին աստիճանաբար կբարձրանա 8-ից 10 աստիճանով։ Այսքանը կհանդիպենք ժամը 19-ին լուրերի մեր ամփոփիչ թողարկմանը։